Երեք մեր հանձնաժողովի նիստից հետո ազգային ժողովի տարածքում այս միջանցքում տեղի ունեցել խայտառակագույն երևույթ։ Հերթական անգամ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է լրագրողի, ոչ միայն լրագրողի, վիրավորել է նաև սեռով պայմանավորված։ Սա ուղղակի դառնում է անթույլատրելի, պարոն Պապիկյան, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եմ։ Սա դառնում է անթույլատրելի, սա պետք է ունենա իր արձագանքը։ Տիկին Պողոսյան, ցավում եմ, որ երեկվանից քաղաքացիական պայմանագիր խմբակցության կին պատգամավորներից որևէ մեկը չարձագանքեց, թեև շատ հաճախ կանանց մասին թեկուզ փոքրիկ ակնարկը դառնում է բուն հակազդեցության։ Դիմում եմ լրագրողներին։ Բավական է այլևս հանդուրժեք ազգային ժողովում ձեր դեմ ուղղված բոլոր այդ հարձակումները։ Բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտեք այն բոլոր պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են։ Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին։ Բավական է ձեններդ կտրած նստեք։ Բավական է։ Այս ամենը հանգեցնելու է վաղը շատ ավելի տոտալիտար մի համակարգի։ Այսքանը հետագա քայլերի մասին Ես մի փոքր շատ լավ։ Քանի որ դուք վարման կարգով անդրադարձ արեցիք երեկվա ճեպազորություն, ես էլ վարման կարգով ես երեք ընդամենը կրկնել եմ Բազգեն Բագրատ Սրբազանի ասածը։ Ես կրկնել եմ։ Չէ, մի րոպե, հիմա ես դες խանգարեցի։ Ես մեր լրագրողներին ասում եմ կրկնվել է Բագրատ Սրբազանի ասածը։ Սրբազան բառը հիմա ես օգտագործում եմ միտումնավոր։ Ես երեք ասել եմ հոգևորական, բայց հիմա ասում եմ Սրբազան, եթե դուք դեմ եք Սրբազանի ասածին, իսկ դրա մեջ որևէ վիրավորական բան չկա, որևէ ընդամենը ես արձանագրել եմ, որ պետքա խոսքը օգտագործելուց լինի մաքուր։ Եթե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր խնդիրն է։ Ես պատկերացրել եմ մաքուր խոսքի դրսևորում։ Շնորհակալ եմ, սկսում ենք նիստը։ Սրբազանի եթե կրկնում եք, կրկնեք նաև Դուք Սրբազանին դեմ չեք եղել ասածին, որ Նիկոլը պետք է հեռանա։ Դուք Սրբազանի ասածին չեք դիմադրել, հիմա լրագրողներին այսպես մանիպուլատիվ ինչ որ հայտարարություններ եք անում։ Խոսքը վերաբերվել է խոսքի մաքրությանը։ Պարզ էր դա։ Եթե դուք սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով։ Սկսում ենք նիստը, շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, ներողություն ասելու փոխարեն հիմա ոչ դուք պարտավոր եք ներողություն խնդրել։ Դուք կնոջը անձնապես կնոջն եք վիրավորել։ Կնոջ մենք նիստ կանենք, բայց դեռ որևէ քայլ անարձանք չպետք է լինի։ Առաջին դեպք չի, երբ որ դուք կնոջ Մի վարքյան, այդ դեպքում դուք ինչ եք պատկերացնում։ Այո, կխոսանք ինչ որ։ Դե ուրեմն եկեք նիստը անենք։ Ես հասկանում եմ ինչին էր ուղղվածա, բայց դուք սխալ ուղու վրա եք։ Իմ ասածը խոսքի մաքրությանն է վերաբերվել։ Չեք հասկացել, գնացեք նոր գիլ լսեք։